Մինչ Գյումրու փողոցների օրորի ավելացող փոսերում հայտնվում են անիվներ եւ ամենատարբեր կենցաղային առարկաները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է այս տարի նորոգել քաղաքում 15 կիլոմետր ճանապարհահատված։ Տիգրան մեծ ռեստորանային համալիրից էլի Մուսայելյան, որ թեքվում ես, գալիս ենք մինչև Կորքի փողոցով, իջնում ենք այս նոր էլի ասֆալտապատված ճանապարհի ես Արմենտելի Խաչմերուգին ենք հասնում, այս հատվածն էլի ամբողջությամբ լինելու, կոմբինատի հատվածում էլ ենք ասֆալտապատում անելու, ավտոկայանից մինչև Լալայան փողոցով այս հատվածը նախկին մերոյի մոդով այս հատվածն ենք միջին նորոգում անելու, հիմնանորոգման համար անպայման նախատեսել եմ Ղանդիլյան փողոցը հենց ավտոկայանից մինչև գալու ենք հասնենք Շարլ Ազնավուրի հրաբարակ, այստեղ տեքստիլ թաղամասում փողոց ունենք ամեն ինչ տան համարի Խաչմերուգից, գալիս միանում է Կարեգին Նեժդեի փողոց, այս հիվանդանոցի մոտով գալիս միանում է այստեղ Կարեգիններն անը հյուրանոցով ու շարունակում է մինչև արդեն Խերիմյան Հայրիկի փողոց։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը թվարկում է այն փողոցները, որոնք նախատեսվում է նորոգել կամ հիմնանորոգել այս տարի։ Մեկնարկել են կառավարության նախաձեռնած լայնածավալ ճանապարհաշինական ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Վարչապետի հանձնարարականով նպատակ է դրվել առաջիկա տարիներին փուլ առ փուլ հիմնանորոգել քաղաքի ճանապարհային ցանցը։ Կարողացել ենք այս տարի, քանի որ ժամանակահատվածը քիչ է, գտնել են փողոցները, որոնք վերանորոգվելու են, միջնաժամկետ նորոգում է լինելու, այսինքն մեր լեզվով ասած ֆրեզ է լինելու, նոր ասֆալտ է լինելու, ոնց որ Պագրատունյա ծողակը արվեց։ Մենք հիմա այս տարի գիտեք Շիրակաձի փողոցն է հիմնանորոգվում, Լալայան փողոցն է հիմնանորոգվելու, մենք էլի մի քանի փողոցներ ունենք այս տարի, որոնք հիմնանորոգվում են, եւ այդ ամենին գումարած արդեն այն փողոցների շարքը, որոնք միջին նորոգում են լինելու, բայց միևնույն ժամանակ արդեն 27 թվականի համար հենց այդ 25 կիլոմետր փողոցները, որոնք են ընդգրկվելու, այդ փողոցներն են կընտրում։ 2026 թվականին նախատեսվում է Գյումրիում 15 կիլոմետր ճանապարհահատվածի նորոգում, 2027 թվականին ճանապարհաշինական աշխատանքներն առավել ընդգրկուն են լինելու, կհիմնանորոգվի 25 կիլոմետր ճանապարհահատված։ Եվ միևնույն ժամանակ մենք աշխատանքները տանում ենք 25 կիլոմետրի վրա, արդեն 27 թվականի համար, որ այս տարի կարողանանք այնպես կազմակերպել, որպեսզի կոմունիկացիաները արդեն փոխված լինեն։ Գյումրու ճանապարհային ցանցը յուրահատուկ է իր կոմունիկացիաների խնդիրներով, ուստի մինչև որևէ փողոցի հիմնանորոգումը ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ մյուս ստորգետնյա ցանցերը պետք է փոխվեն, որպեսզի հետագայում նոր ասֆալտը կրկին չքանդվի։ Մենք խորհրդակցությունների ժամանակ բնականաբար ներգրաված են նաեւ կոմունիկացիաների ներկայացուցիչները, ԳԱԶ, ԼՈՒՍ, ՇՈՒՐ ու մի աշխատանքները դուգությամբ է տարվում։ Կառավարությունից ու Գյումրի քաղաքային իշխանությունից հնչող հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե Գյումրին կառավարվում է երկու տարբեր կողմերից։ Ճանապարհաշինական ծրագրերի սուբվենցիոն հայտեր ունի նաև համայնքապետարանը, առանձին ծրագիր էլ սա է կառավարության կողմից։ Իսկ ինչպես են մեկը մյուսի հետ համաձայնեցնում աշխատանքների ընթացքը։ Թիմը իր սուբվենցիոն ծրագրերն է անում, որոնք գիտեք մեծ մասը նաև ֆինանսական կառավարությունն է սուբսիդավորում, ու այդ կապ չունի վարչապետի նշած 25 կիլոմետրի, դա անում է ճանապարհային դեպարտամենտը մարզպետարանի հետ համատեղ, այդ սուբվենցիոն ծրագրերի հետ ընդհանրապես կապ չունեցող այլ նախագիծ է, ու այստեղ թիմի ներգրավվածությունը բնականաբար խորհրդակցություններ ունենում ենք մենք, իրանք էլ գիտեն, որ այնպես չստացվի, որ իրենք սուբվենցիով ներկայացրել են, մենք փորձում ենք այլ ճանապարհով, այս ճանապարհով անենք, խորհրդակցություններ բնականաբար լինում են, որովհետեւ զուգահեռներ համապատասխանեցումներ չլեն, էլի նույն փողոցի վրա աշխատանքներ ենք տանում։ Դավիթ Արուշանյանը մոտավոր ժամկետներ է նախանշում, որ կառավարության շնորհիվ Գյումրին առաջիկա 3-ից 4 տարիների ընթացքում կարող է ունենալ գրեթե ամբողջությամբ նորոգված ճանապարհային ցանց։ Աստղիկ Խաչատրյան, Ռայա Լազարյան, այսօր։ Ամառային արձակուրդները երեխաների համար ոչ միայն հանգստի, այլև նոր գիտելիքներ ու տպավորություններ ձեռք բերելու շրջան են։ Այդ օրերին շատ ծնողներ իրենց երեխաների համար ընտրում են բակային ճամբարներ, որտեղ նրանք կկարողանան հետաքրքիր ու տարբերվող անցկացնել օրը, ձեռք բերել նոր ընկերներ, մասնակցել խաղերի, ստեղծագործական ու կրթական ծրագրերի։
Ճախրող թևեր խորագիրը կրող ներառական ճամբարը մեկնարկել է ՏՄԱԿ-ի և հայկական Կարիտաս կազմակերպությունների համագործակցությամբ։ 10-օրյա ճամբարը համախմբել է տարբեր կարողություններ ունեցող երեխաների, ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի բացահայտելու իր ներուժը, ձեռք բերելու նոր հմտություններ և ընկերներ։ Ճամբարային օրը սկսվում է առավոտյա մարմնամարզությամբ, որը երեխաներին պատրաստում է ակտիվ օրվան։ Այնուհետև անցկացվում են տարաբնույթ խաղեր, թիմային մրցույթներ, ստեղծագործական և ճանաչողական աշխատանքներ։ Շիրակի ՏՄԱԿ-ը եւ հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության համագործակցությունը շատ տարիների փորձ ունի ու այդ համագործակցության շրջանակներում մենք ունեցել ենք շատ ծրագրեր, շատ մտահղացումներ, որոնք կարողացել ենք մեկս մեկից լրացնելով հաղթահարել ու արդյունք ունենալ։ Այս տարի եւս քննարկելով նախորդի արդյունաբերությունը որոշվեց ունենալ բակային ներառական ճամբար, որտեղ որ տարբեր դպրոցներից, մասնավորապես ծրագրի թիրախ դպրոցներից ժամանած երեխաները անցկացնում են իրենց առօրյան։ Ճամբարի ընթացքում երեխաների հետ աշխատում են փորձառու մասնագետներ եւ կամավորներ, կազմակերպելով կրթական, ստեղծագործական, ժամանցային եւ թիմային գործունեություն։ Նախաձեռնության նպատակն է խթանել ներառականությունը, փոխադարձարգանքն ու համագործակցությունը, ապահովելով երեխաների լիարժեք մասնակցությունը ճամբարային կյանքին։ Մեր ճամբարը շատ հագեցած է, օրը սկսում ենք մարմնամարզությամբ, ընդգրկված են տարբեր առարկաներ, արտ-թերապիա, ինչպես նաև ֆիլմի դիտում, նաև ծնողների դասընթացը, որ ծնողավարման դասընթացներ, որտեղ պետք է ընդգրկվեն երեխաների ծնողները։ Շիրակի մարզային գրադարանի ամառային ճամբարը առանձնանում է իր մշակութային ուղղվածությամբ։ Ծրագրի շրջանակում երեխաները ոչ միայն խաղում եւ ժամանց են ունենում, այլև այցելում են պատմամշակութային կարևոր վայրեր։ Յուրաքանչյուր այցելություն վերածվում է ճանաչողական բաց դասի։ Այս ձևաչափը նպաստում է նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, հայրենաճանաչողության խորացմանը եւ սեփական մշակույթի նկատմամբ հետաքրքրության ու պատասխանատվության ձևավորմանը։ Ամեն օր սկսում ենք մարմնամարզությունով, ունենք տարբեր խմբակներ, լեզվի խմբակներ, անգլերեն, ռուսերեն, թատերական խմբակի գործում, պարտադիր ընթերցանության ժամեր, շրջայցեր ենք կազմակերպում, կրթամշակութային կենտրոններ։ Ես արդեն 2 տարի հաճախում եմ այս ճամբարը, ամառային դպրոցը, եւ մենք ասելում ենք տարբեր տեղեր, վայրեր։ Իմ անունը Նարեկ է, ես տեղիների ջոկատից եմ, իմ ջոկատի անունը տեղիների ջոկատն է։ Այս ճամբարին շատ հետաքրքիր է, այստեղ լավն են դասատուները, այստեղ մենք սովորում ենք անգլերեն եւ ռուսերեն։ Միշտ այստեղ գիրք էլ կարդում, տիգլի գայլ էլ գալու։ Երեկ մենք հետատներ ենք բեմադրել, ընկեր Վիկան մեզ բեմադրեց մի առավ, և հետո երեխաներն է ուզեցին հեքիաթներ բեմադրել։ Ի վերջո ամառային ճամբարները երեխաներին պարգևում են ոչ միայն ուրախ ու անհոգ օրեր, այլև հմտություններ, գիտելիքներ եւ հիշողություններ, որոնք նրանց հետ կմնան նաեւ արձակուրդների ավարտից հետո։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման եւ մշակութային ակտիվացման համադրման վրա։ Ըստ այդմ նախատեսվող աշխատանքներն ուղղված են լինելու հուշարձանների պատմական ժառանգության պահպանմանը, ինժեներական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, տնտեսական արդյունավետության, ներդրումային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը եւ այլն։ Ընդգծվել է, որ Կոնդի վերակառուցման գործընթացի համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքաշինական կարգավորումներ, այդ թվում գործառնական նշանակության փոփոխություն, ճակատների ճարտարապետական պահանջների սահմանում, հարկայնության եւ կառուցապատման չափորոշիչների որոշում եւ հանրային ներդրումներ, այդ թվում հուշարձանների պահպանում, վերականգնում, փողոցային ցանցի արդիականացում, ինժեներական ենթակառուցվածքների փողոցային լուսավորության եւ թաղամասի մուտքերի կազմակերպում։ Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել թաղամասի զարգացման գործընթացում վերականգնման եւ կառավարման համալիր մոտեցումների կիրառմանը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայեցակարգի հաջող իրականացման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր, ճշգրիտ համադրելով քաղաքաշինական, սոցիալական եւ տնտեսական գործոնները։
Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը հունիսի 25-ին մասնակցել է ԱՄՆ անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է. «Կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ։ Դեռևս 250 տարի առաջ ազատության, անկախության եւ հավասարության արժեքները հիմք դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգների պետության ստեղծման ու կայուն զարգացման համար։ Այդ արժեքները մինչև այսօր կարևոր դեր ունեն ԱՄՆ միջազգային հեղինակության եւ Հայաստանի հետ ամուր բարեկամության խորացման գործում։ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 եւ 26 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան, նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Փոխնախագահ Ջեյդի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը Հայաստան, կնքված համապարփակ գործընկերության մասին կանոնադրությունը, փոխըմբռնման հուշագրերը եւ TRIP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը, խաղաղության կարևոր գրավական լինելուց զատ TRIP-ը հանդիսանալու է նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց, ասել է Մեհեր Գրիգորյանը։ OpenAI ChatGPT-ի գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին։ Արդեն այս սեպտեմբերից շուրջ 50,000 ուսուցիչ, դասախոս, աշակերտ, ուսանող եւ հետազոտող հասանելիություն կստանան ChatGPT-ի եւ Codex հարթակներին։ Ծրագրի գործարկման ընթരാճ Հայաստանում է արհեստական բարականության ոլորտի աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի OpenAI-ի պատվիրակությունը, որն այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները։ OpenAI-ի եւ Firebird ընկերությունների համագործակցության արդյունքում կրթական համակարգն առաջին փուլում կստանա 50,000 անվճար բաժանորդագրություն։ Նախարարի խոսքով կրթական համակարգի համար կարևոր է արհեստական բարականությունը կիրառել խելամիտ եւ պատասխանատու ձևով, նվազեցնելով հնարավոր ռիսկերը եւ առավելագույնս օգտագործելով դրա անձեռած հնարավորությունները։ Հենց այս շրջանակում է OpenAI-ի հետ համագործակցությունը, որովհետեւ մենք արհեստական բանականության կրթական համակարգի համար ստեղծված գործիքակազմը օգտագործելու հնարավորություն ենք ստանում եւ սա նշանակում է, որ մեր դասավանդողները օրինակ կկարողանան շատ բաներ անել շատ ավելի դյուրին, քան մինչ այս էին իրականացնում, օգտագործելով այդ գործիքակազմը։ Կկարողանան նաև սովորողներին տրամադրել ավելի անհատականացված դասավանդման գործընթաց, հաշվի առնելով յուրաքանչյուրի կարիքները, ճանաչելով յուրաքանչյուրի կարիքները, եւ սա այն դեպքն է, երբ որ արհեստական բանականության խելամիտ օգտագործումը կլինի միայն օգտակար թե դասավանդողի եւ թե սովորողի համար։ Չեմ խոսում այն մասին, որ սովորողներն էլ հնարավորություն կստանան էլ ավելի մեծ ուրեմն հնարավորություններով իրենց հետաքրքրող թեմաները, իրենց հետաքրքրող հարցերը ուսումնասիրել, որպեսզի սա տեղի ունենա, մենք պետք է շատ գրագետ պատրաստվենք, պետք է համապատասխան կարողությունների զարգացման վերապատրաստումների միջոցով կարողանանք ճիշտ օգտագործել գործիքակազմը եւ կարծում եմ սա ճիշտ ժամանակն է նաեւ սկսելու, որովհետեւ մինչեւ սեպտեմբեր մենք կունենանք բավարար ժամանակ այս նախապատրաստական աշխատանքը անելու եւ նոր ուսումնական տարվանից մեր թե բուհական եւ թե նաեւ ավագ դասարանների սովորողների համար կբացվեն այս հնարավորությունները, մենք էլ կհետևենք ընթացքին, տեսնելու թե ինչպես է նաեւ աշխատանքը իրականացվում ըստ անհրաժեշտության ուղղորդելու, աջակցելու եւ նաեւ շարունակության մասին մտածելու։ Քարորի այցի շրջանակում OpenAI-ի մասնագետները կայցել են բուհեր, դպրոցներ, կրթական այլ կառույցներ, ներկայացնելով կրթական միջավայրում արհեստական բարականության կիրառման միջազգային փորձը եւ լավագույն գործիքները։ Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները ժամանակավորապես կասեցնելով եւս երկու հայկական ընկերության արտադրանքի հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ Այսպիսով փաստացի դադարեցվում են Հայաստանից ձկնամթերքի բոլոր ներմուծումները։ Գործակալությունից նշել են, որ համագործակցում են հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարելու համար նախատեսված ձկան եւ ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։
Վենեսուելայում հունիսի 24-ի երեկոյան միմյանց հաջորդող 7.2 եւ 7.5 մագնիտուդով երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, 4300 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարությունը։ Մայրաքաղաք Կարակասում եւ մոտակա Լա Գուայրա ծովափնյա քաղաքում շենքերի փլատակներում մնացած մարդիկ օգնության են կանչում։ Որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է։ Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վնասվել կամ փլուզվել է 250 շենք, որոնց մեծ մասը Լա Գուայրայում։ Կարակասի մոտ գտնվող երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը փակ է մնում լուրջ վնասների պատճառով։ Երկրին արդեն օգնություն են տրամադրել Միացյալ Նահանգները եւ Մեքսիկան։ Մարդասիրական օգնություն առաքելու մասին տեղեկացրել է նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությունը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը, երբ նավերից մեկը հաղորդել է հարձակման մասին, հայտնում է Reuters-ը։ Թայվանի Evergreen Marine ընկերությունը ուրբաթ հայտարարել է, որ Օմանի մոտակայքում անհայտ օբյեկտով հարվածել են իր նավերից մեկին, որը շարժվում էր բրիտանական ռազմածովային գործակալության առաջարկած երթուղով։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ նավը խոցվել է, քանի որ նրա երթուղին չէր հաստատվել Իրանի կողմից։ Ըստ Reuters-ի միջադեպը մտահոգություններ է առաջացրել, թե արդյոք կպահպանվի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին նախնական համաձայնագիր է։ Միացյալ Նահանգների կառավարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Իրանը չպահպանի պատերազմը դադարեցնելուն եւ նեղուցի վերաբացմանն ուղղված պայմանավորվածությունները, Միացյալ Նահանգները հավանաբար կվերսկսի ռազմական գործողությունները։ Իսրայելն իր զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ Հեզբոլլահը չի զինաթափվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մենսերը լրագրողների հետ ճեպազրույցում։ Հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի եւ Լիբանանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձել է միջազգային դաշնակիցների հետ առաջացած տարաձայնություններին, նշելով, որ հակամարտության ընթացքում Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցրել էր զինամթերքի մատակարարումները։ Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել են Թեհրանին։ Նեթանյահուն կրկնել է իր նախկին խոստումը թույլ չտալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք, հայտարարելով, որ հոշագրով թե առանց դրա Իրանը չի կարողանա միջուկային ռումբ ստեղծել, քանի դեռ ինքը պաշտոնավարում է։ Կացն էլ հայտարարել է, որ եթե Իրանը փորձի միջամտել, Իսրայելը կպատասխանի ռազմական հարվածով։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացուցիչների հետ։ Ես նրանց ուղիղ ասել եմ, տղաներ, փոխանցեք ձեր նախագահին։ Եթե նա կարծում է, որ կարելի է այսպես խոսել մեզ հետ եւ մեզ ներքաշել պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը միանգամից կփոխվի։ Այս պատերազմը բոլորովին այլ կլինի։ Ուստի եկեք պայմանավորվենք, ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով Բելարուսին պատերազմ պետք չէ։ Մեզ մեր հողերն էլ են բավարար, մեր տնտեսությունն էլ է բավարար, խնդիրներն էլ են բավարար, ասել է Լուկաշենկոն։ Հունիսի 19-ին Ուկրաինայի նախագահը վերջնագիր էր ներկայացրել նրան, պահանջելով հեռացնել ռուսական վերահեռարձակող կայանները Բելարուսի սահմանից, հակառակ դեպքում Ուկրաինան ինքը կանի դա։ Հունիսի 24-ին Զելենսկին ասել էր, որ դրանք արդեն դադարել են աշխատել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինան ուժեղ դիրք է զբաղեցնում մարտի դաշտում։ Նա Ռուսաստանին կոչ է արել սառեցնել շփման գիծը եւ վերադառնալ Կիևի հետ բանակցություններին։ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում։ Կիևին եվրոպական աջակցությունն անսասան է, ասել է Մերցը Գդանսկում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում։ Կանցլերը նշել է, որ 7-ի խմբի գագաթնաժողովից հետո եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների միջև պահպանվում է միասնությունն Ուկրաինայի հարցում։ Եվ այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին։ Եկել է բանակցությունների մեջ մտնելու, առաջնագիծը սառեցնելու եւ սպանությունները դադարեցնելու ժամանակը, հավելել է Մերցը։ Դավիթ Մուրադյան։ Ինտենսիվ արգեգործության զարգացման պետական ծրագրում փոփոխություններ կիրականացվեն։ Այդ մասին կառավարության հերթական նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նպատակը մեղմացնել պտուղ բանջարեղեն արտահանողների համար սահմանափակումների պատճառով առաջացած խնդիրները։ Նախագծով առաջարկվում է, որ ինտենսիվ արգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականը իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգեհնում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայրգումարի արտոնյալ ժամկետը լրացել է արդեն իսկ կամ կլրանա 2027 թվականի հուլիսի 31-ը մինչև ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվի 1 տարի ժամկետով եւ տրամադրվի 1 տարի ժամկետով վարկի մայրգումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Նախորդ նիստին աջակցության նմանատիպ ծրագիր է ընդունվել նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար։ Ներկայացվել են նաև հայկական արտադրանքի արտահանման ինչպես նոր, այնպես էլ ավանդական ուղղությունները։ Այս նոր շուկաների փնտրտուքը
Իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը։ Չեմ կարող թաքցնել եւ իմաստել չունի առանձին ուղղություններով, քանի որ նոր են այդ շուկաները եւ կոնտակտները, լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել նաեւ բիզնեսներին եւ բիզնեսների ծանոթացնել։ Հայաստանում UEFA-ի չափանիշներով 10,000 հանդիսատեսի համար մարզադաշտ կկառուցվի։ 2029 թվականին մեր երկրում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը հարևան Վրաստանի հետ համատեղ։ FIFA-ի հիմնական պայմաններից է UEFA-ի 4-րդ աստիճանի մարզադաշտ ունենալը։ Ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ընթացքի մասին զեկուցեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս ուղղությամբ աշխատանքները կառավարությունը մեկնարկել է դեռևս նախորդ տարի նախապատրաստվելով հայտին եւ նաեւ նախապատրաստվելով այս սցենարով իրադարձությունների զարգացմանը ու պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ Վանաձորում մարզադաշտի վերակառուցման համար նախագծման գործընթացը մեկնարկել ենք, նախատեսում ենք, որ առաջիկա 1-2 ամսվա մեջ կունենանք արդեն պատրաստ նախագիծը, որով էլ կմեկնարկենք բուն վերակառուցման աշխատանքները եւ այսօրվա որոշմամբ էլ մեկնարկում ենք նաեւ Իջևանում նման ուրեմն ստանդարտի մարզադաշտի նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերման գործընթացը։ Աշխատանքի իրականացումը վստահվել է ոլորտում միջազգային փորձ ունեցող կազմակերպությանը։ Բունշին աշխատանքների փուլին վերաբերող նախագծերը առաջիկայում կներկայացվեն կառավարության քննարկմանը։ Ընդհանուր առմամբ առաջնության շրջանակում Հայաստանում կանցկացվի 26 խաղ, որոնցից 9 Վանաձորում եւ Իջևանում, 16-ը Երևանում։ Մենք այս ընթացքում անհրաժեշտ խորհրդատվությունը ստանում ենք նաև UEFA-ից կիրառվող տեխնոլոգիաների դրանց համապատասխանության վերաբերյալ եւ շարունակելու ենք այս խորհրդատվությամբ ուղեկցել process-ը, որպեսզի կարողանանք նաև անհրաժեշտ գիտելիքն ու կոմպետենցիան ունենալ առաջարկները գնահատելու համար։ Այս որոշման իրականացման համար մենք նաև պետական բյուջեում առաջարկում ենք վերաբաշխում 177 միլիոն 828 հազար դրամի չափով, որը կուղղվի նախագծանախահաշվային աշխատանքներին, ինչպես նշեցի, սրան կհաջորդեն արդեն շինարարության փուլի հետ կապված որոշումները։ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում եւս փոփոխություններ կիրականացվեն։ Առաջարկվում է Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների միասնական համակարգներ դնել։ Հայաստանի Հանրապետությունում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների գրանցման եւ վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, չմարքսազերծված եւ կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում եւ որ ոչ պակաս կարեւոր է անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաեւ կիբեր եւ ֆիզիկական անվտանգության ռիսկեր է առաջացնում։ Ռիսկերի գնահատումն ու չեզոքացումը հանգեցրեց համապարփակ կարգավորման ներդրմանը։ Ունենալ միասնական պետական համակարգ, սահմանել շարժական բջջային կապի ցանցի օպերատորների կողմից ծառայություններ մատուցելիս նույնականացման պարտադիր պահանջ։ Այդպիսով հնարավոր կլինի վերահսկել մեր երկիր ոչ օրինական ճանապարհով ներմուծվող բջջային հեռախոսների հոսքը։ Անի Գրիգորյան։ Աշխարհը շարժման մեջ է, իսկ թե ինչպես է շարժվում աշխարհն իր շուրջ եւ իր ներսում, պատկերում է երիտասարդ նկարիչ Դավիթ Սողոմոնյանը։ Նրա ստեղծագործական ընթացքին շատերն են ծանոթ սոցիալական ցանցերից, սակայն առաջին անհատական ցուցահանդեսը երիտասարդ նկարչի ապրումների, մտորումների եւ որոնումների ամբողջական պատկերն է բացում։ Նկարները նրա մասին են, ինչ է մնում ներսում, երբ ամեն ինչ շարժման մեջ է, եւ նկարների մեջ իմ մտքերն են ստեղծագործական ձևով ներկայացված։ Առաջին ցուցահանդեսի համար նախատեսված աշխատանքները Դավիթը բծախնդրորեն է ընտրել։ Թեմատիկ ցանկում ներառել է հայրենիքը, բնությունն ու սերը, իսկ առանցքում դրել է մագնիսականություն խորագրով շարքը, 3 նկար սիրո, դժվարությունների եւ երջանկության մասին։ Դուբայում կայացած արևելյան բազե մշակութային մրցույթում հենց այս շարքն է հեղինակին բերել Grand Prix։ Առաջին փուլը նկարի վերնագիրը հեռու բայց մոտ ներկայացնում է սիրո առաջին շրջանը, երբ զգացմունքը կա, բայց այն առաջացել է ընդամենը մի հոգու մոտ։ Այնուհետև արդեն երկրորդ նկարն ենք տեղափոխում ձգողականությունը սեր խոչընդոտների մեջ, երբ որ արդեն երկուսը
զգացմունք ունեն իրար հանդեպ, բայց հասարակությունը, վախերը եւ այլ շատ հանգամանքներ խանգարում են երկու հոգու իրար լինելու, եւ այս բոլոր ձեռքերը խորհրդանիշն են այդ դժվարությունների, որոնք զույգը հաղթահարում է երջանկության հասնելու նպատակով, եւ վերջին նկարը կապվածությունը, վերջին շրջանը եւ փուլն է սիրո, երբ արդեն սերը անցնում է բոլոր բարդությունները եւ հասնում է վերջնական կապվածությանը, որը հավերժ է մնում։ Ցուցահանդեսին երկար ու պատասխանատվորեն է պատրաստվել ոչ միայն ինքը երիտասարդ նկարիչը, այլև նրա ողջ ընտանիքը։ Առաջին ցուցահանդեսը հայրենի գավառում բացելը լավագույն սկիզբն են համարում։ Հպարտանում եմ իմ տղայով, կշարունակի երևի այդ իր սկսած գործը, իշա մեր ազգաբնակության, իշա մեր հայրենիքի շատ խորիմաստ նկարներ ունի։ Դավիթի ստեղծագործություններին ծանոթ եւ անծանոթ այցելուներին գրավում են երիտասարդ նկարչի ասելիքի անկեղծությունն ու գույները, դիտում են, քննարկում, լսում հեղինակի մեկնաբանությունները։ Ուղղակի հիացած եմ եւ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ։ Մեծ հաջողություններ եմ մաղթում մեր երիտասարդ նկարչին։ Հիմնականում ես այս ամբողջ ցուցահանդեսի պատկերված նկարներից զգացի կարոտ, հայրենասիրություն եւ սեր առկյանք։ Եվ ասել, որ նկարները կարծես թե հնչում են։ Ամեն նկար ունի իր յուրովի մեղեդին ու շատ հետաքրքիր է, շատ գրավիչ է, ես հիացած եմ, շնորհակալություն Դավիթին։ Օրինակ հայի սիրտը այստեղ որտեղ արգանդի մեջ ծնվող մանուկի ճիճն է հոգու, սա կարծում եմ Դավիթի հոգեվիճակի վառ արտացոլանք է, այնտեղ ձգողականությունը, մեկը մյուսին լրացնող, մեկը մյուսի տրամաբանական շարունակություն կարմիր թելի պես տանող եւ ամենակարևորի մասին, որ այս ամբողջը գալիս է հանրագումարի բերելու, այն է, որ ստեղծագործ մարդու մեծ թռիչքի պատրաստ, թևերի այսպես ճախրին պատրաստ եւ մեծ բարձունքներ նվաճելու ակնկալիքով եւ համարձակությամբ երիտասարդ է։ Խոստումնալից ապագա ունեցող նկարիչ, ում անունը դեռ հնչելու է հայրենիքի սահմաններից դուրս։ Սա արվեստասերների կանխատեսումն է ու բարեմաղթանքը Դավիթ Սողոմոնյանի ստեղծագործական ընթացքին, իսկ երիտասարդ նկարիչը խոստանում է 2027-ին վերադառնալ արդեն առավել ծավալուն ցուցադրությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության գործընկերների եւ Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով հունիսի 23-ին Ջրվեժ Առինչ ճանապարհին ձերբակալվեցին եւ նրանցից մեկի կողմից շահագործվող Հոնդա մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության նոր-նորքի բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչներ 33 եւ 34-ամյա տղամարդիկ։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 9 կիլոգրամ մարիխուանա, որը ըստ նախնական տեղեկությունների պետք է իրացներ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, նախաքննությունը շարունակվում է։